Պարոն Հարապետյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի սկսում ենք մեր տաղավարի ձեր եթերով, խոսելով կարևոր թեմաների մասին։ Եվ այսպես առավոտը բացվեց եւ հայտնի դարձավ հապատրաստից Հայաստանի արտգործնախարարություն հայտարարություն տարածեց, որ Հայաստան է ժամանում պետքարտուղար Միացյալ Նահանգների Մարկո Ռուբիոն, ըստ էության կոնկրետ հիբրիդային պատերազմ Միացյալ Նահանգները արևմուտքը իրականացնում են Հայաստանի դեմ։ Հիմա պետք է խնդրեմ դուք մանրամասներ ներկայացնեք, քանի որ իրապես չկա բաց շատ ինֆորմացիա, թե նպատակը գալու որն է, միայն հայտնի է, որ գալու է համատեղ հայտարարություն եւ հաստատություններ ստորագրել, ինչու է գալիս ըստ ձեզ, ինչ զարգացումներ են սպասվում, համեցեք։ Նախ պաշտոնական որոշ հաղորդագրություն, բացի արտգործնախարարության այդ հաղորդագրությունից, որ ժամանելու է, ոչինչ չկա։ Նման հանկարծակի ոչ պլանավորած, ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ-ի իր քաղաքական կշռով երկրորդ, երրորդ դեմքը Մարկո Ռուբիոն ժամանում է Հայաստան, այսինքն ինչ հրատապություն կա։ Հրատապություն առաջին կարող է հրատապությունը պայմանավորված լինել Միացյալ Նահանգների ինչ-ինչ ծրագրերից, երկրորդ մեր ընտրությունների նախաշեմին փաստացի Միացյալ Նահանգների համապատասխան կառույցները ևս իրազեկեն, որ Փաշինյանի իրական վարկանիշը շրիշակից ներքև է եւ 101%-ով Փաշինյանը ընտրություններում պարտվելու է։ Այսինքն մինչև պլան B, պլան G-ին անցնելը, այն է երկրում արտակարգ իրավիճակ մտցնելը, ներքաղաքական լուրջ ճգնաժամի առկայության պայմաններում հետաձգել ընտրությունները կամ հայ-ադրբեջանական սահմանի դեպքերի, կրակոցների առկայության պայմաններում ռազմական դրություն մտցնելը եւս հետաձգել, այս մինչև այս տարբերակներին անցնելը այնուամենայնիվ փորձ է արվում Փաշինյանի վարկանիշը բարձրացնել։ Բայց ես կարծում եմ կա եւս մեկ իրական պատճառ, իսկ այդ իրական պատճառը ուղղակիորեն Միացյալ Նահանգներ Իրան հակամարտության ներկա փուլում այն պայմանավորվածությունների մասն է խոսում, որ ունեն Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները եւ որում ամենայն հավանականությամբ եթե այդ պայմանավորվածությունները կյանքի կոչեն, ապա սկզբունքորեն Միացյալ Նահանգները իր Տրամպի ուղով միասին սիրով այս տարածաշրջանից դուրս է գալու։ Ուստի եւ կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար կարեւոր է այդ Տրամպի ուղու վրա հսկողություն ունենալը, կյանքի կոչելը եւ այլն, եւ որոշակի կանխարգելիչ քայլերի համար, այսինքն միգուցե այդ պայմանագրի հետ կապված ավելի խիստ Հայաստանին պարտավորեցնող, չբացառելով Ադրբեջանին պարտավորեցնող նոր դրույթներ, նոր կետեր, նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, որպեսզի Իրանի համար ապագայում, մոտ ապագայում շատ դժվար լինի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելով փորձ անել ձախողել այդ ծրագիրը, այն է Տրամպի ուղին։ Եթե իր գալը կապված է նաեւ ԱՄՆ-Իրան հնարավոր հուշագրի ստորագրման հետ, ապա այստեղ որոշակի տրամաբանություն կա։ Եվ տրամաբանությունը հուշում է հետեւյալի մասին։ Մասնավորապես երեք Իրանում Ալ Ջազիրայի թղթակից Ալի Հաշեմը ներկայացրել է փոխըմբռնման հուշագրի, որը պետք է ստորագրվի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, մեզ դրսողների ուշադրություն հրավիրում եմ նաեւ այն փաստի վրա, որ այստեղ Իսրայելը ընդհանրապես չկա։ Այսինքն Իրանի հետ հարաբերությունների վերջնական փուլում ցանկացած պայմանավորվածության ժամանակ Իսրայելի ներկայացուցիչը չկա։ Սա նշանակում է, որ Իսրայելը այն պետությունները, որ ցանկանում էր ռազմական գործողությունները մինչև վերջ տանել, ներքաշելով ԱՄՆ-ին ամբողջովին այդ երկրի համար, ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի հակամարտության մեջ, փաստորեն ԱՄՆ-ը որոշակի առումով հետքայլ է արել եւ հիմա Իրանի հետ ինքն է ամիջապես ձեռք բերում պայմանավորվածությունը եւս ուրեմն Ալի Հաշեմը ներկայացնել է հուշագրի վերջնական նախագծի ենթադրյալ դրույթները
ասենք որոնք են այդ դրույթները։ Ուրեմն տարածաշրջանային պատերազմի ավարտը բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանան, սա Իրանի պահանջն է, այդ թվում նաև Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման հետ կապված։ Կարող ենք ասել, սա Իրանի հաջողությունն է։ Երկրորդ, Իրանի սառեցված մի քանի միլիարդ դոլարի ակտիվների ապաշրջափակում։ Ակնհայտ է, որ սա ևս խոսում է Իրանի շահի սպասարկման վերաբերյալ կոնկրետ կետ, քանզի շահի ժամանակ է սկսած այդ ակտիվների, սառեցված ակտիվների վերադարձը իհարկե Իրանի շահերից է բխում։ Երրորդ, ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացումը եւ Հորմուզի նեղուցի բացումը իրանական վերահսկողության պայմաններում։ Կարծես թե այս երրորդ կետն էլ ոչ թե կարծես թե այլ բացահայտ, սա եւս սպասարկում է ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի Իրանի շահը, քանզի ԱՄՆ Հորմուզի նեղուցի արտաքին շրջափակումը վերացնում է մեկ, երկրորդ Հորմուզի նեղուցով տանկերների անցումը պայմանավորում է իրանական վերահսկողությամբ։ Ընդ որում այդ վերահսկողություն կոչվածը դրանք վճարներ են, այսինքն Իրանը նեղուցը օգտագործում է ոչ միայն վերահսկողության համար, այլև շահ է ստանում։ Սա ուրեմն 3 պայման, որտեղ Իրանը շահում է։ Հաջորդը Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի մի մասի դուրս բերում։ Եթե հիշենք, Իրանը եւս բանակցությունների ընթացքում ասում էր, որ գոնե նվազագույնը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազաներ պետք է չլինեն։ Թե որ երկրներում չպետք է լինեն ամերիկյան բազաներ, դա երմիգուցե պայմանավորվածության արդյունքում կհստակեցվի, բայց որ պահանջ եւ պայմանը բխում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերից ակնհայտ է։ 5-րդ կողմերը կունենան 30 օր միջուկային հարցով վերջնական համաձայնության հասնելու համար, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Ակնհայտ է, որ այս 5-րդ կետը եւս հուշագրի բխում է Իրանի շահերից, քանզի ԱՄՆ ասում էր, քանի դեռ 420 կիլոգրամ 60%-անոց հարստացած ուրանը Իրանը չի հանձնել Միացյալ Նահանգներին, իրենք որևէ այլ կետի շուրջ բանակցություններ չեն վարում։ Պարզվում է, որ միջուկային հարցով բանակցությունները պետք է շարունակվեն։ Սա նշանակում է, որ Իրանը դեմ է, որպեսզի հարստացված ուրանը տրվի Միացյալ Նահանգներին, ուղղակի Միացյալ Նահանգները դեմքը փրկելու համար այս կետի վերաբերյալ 30 օր եւս խնդրում են։ Կարող ենք ասել, որ ոչ ռազմական, բայց ԱՄՆ-ի կողմից սա քաղաքական կապիտուլյացիա է։ Հիմա նայենք, եթե սա իրականություն է, ընդ որում ընդունենք լուրջ Al Jazeera լրատվական գործակալությունը իր ծանրակշիռ եւ քաշային կարգով արաբական աշխարհում գոնե արևմտյան աշխարհի համար համարվում է ամենածանր քաշային կարգ ունեցողը եւ նրա թղթակցի կողմից ԱՄՆ Իրան հնարավոր հուշագրի ստորագրման մանրամասների մասին կետերի թվարկումը, սա խոսում է մեծ հավանականությամբ, որ հենց բանակցությունները գնում են այս կետերի շուրջ եւ ամենայն հավանականությամբ կլինի այն, ինչ ասվում է, չբացառելով, որ մի շաբաթ առաջ Իսրայել են ժամանել թվով 20-ից ավել Միացյալ Նահանգների զինված ուժերի ինքնաթիռներ, որոնք հնարավորություն ունեն երկնքում լիցքավորել ռազմական ինքնաթիռներ, լինեն դրանք կործանիչներ, թե ռմբակոծիչներ։ Այսինքն Իսրայելը տարբեր աղբյուրներով ուներ 14 նման ինքնաթիռ, որը Իսրայելից ինքնաթիռների օդուժի հարձակման դեպքում Իրանի վրա առնվազն մեկ ինքնաթիռը հաշվի առնելով այդ հեռավորությունը կարող է լիցքավորել 4 գործող մարտական խնդիր կատարող ինքնաթիռ։ Ես կարծում եմ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները, եթե սա իսկապես էս հուշագրի կետերը
այն է ինչի մասին Al Jazeera-ի թղթակիցն է ասում, ապա մեծ հավանականությամբ վտանգվում է Տրամպի ուղին, որտեվ եթե ԱՄՆ Իրանի հետ հարաբերություններում քաղաքական կապիտուլյացիա է ենթարկվում, սա նշանակում է, որ իրապես վտանգ կա, որպեսզի Տրամպի ուղին, որը ԱՄՆ-ի գոնե մեր տարածաշրջանում միակ ոտատեղներ գործնականում իր շահերի սպասարկման համար, որից պիտի ինքը ընդարձակվեր, տարածվեր դեպի Ադրբեջան, այնուհետև Ադրբեջանի միջոցով Կասպից ծով, Հայաստանի միջոցով ունենալ լծակ նաև Իրանի վրա, սա կարծում եմ Ռուբիոյի համար կամ ԱՄՆ-ի համար ավելի շուտ, այո, իրական վտանգ կա Տրամպի ուղու հետ կապված, սա առաջին, երկրորդ, ինչ որ պայմանագրեր կարող է ստորագրել Հայաստանի հետ, որը դե ինչ որ բան ստորագրեն, ես չեմ կարծում, որ այդ հրատապությունը ընդ որում նման բարձր մակարդակով այցելությունների մասին սովորաբար ամիսներ առաջ են կողմերը գոնե հյուրընկալ կողմը իմանում եւ պատրաստվում եւ համապատասխան քարոզություն անում, իսկ այս հրատապությունը նորից եմ ասում, սա առաջին կապված է, կարող է կապված լինել Իրանի հետ, ԱՄՆ-ի քաղաքական կապիտուլյացիայի առնչությամբ Տրամպի ուղու վտանգելու եւ երկրորդ Փաշինյան Նիկոլի, ինչպես ասում են, շրիշակից ներքև վարկանիշի եւ որի վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունները վստահաբար գիտեն։ Այսինքն այնուամենայնիվ իրավիճակը փրկելու խնդիր կա, հաշվի առնելով որ ԱՄՆ-ի շահերը այո մեր տարածաշրջանում սպասարկող պետությունը եւ պետության վարչակազմը դա Հայաստանն է եւ Փաշինյան Նիկոլն է։ Ես կարծում եմ դա է, իսկ թե ինչ կստորագրվի, դուք պատկերացեք ԱՄՆ-ի հետ ինչ բանակցություններ է գնացել, ինչ որ բաներ ստորագրելու, օրինակ տնտեսական մենք լսել ենք, ասենք նախարարություններ աշխատել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի, ինչ որ նախարարություններ, բանակցություններ ինչ-ինչ թեմաների շուրջ, չի եղել, չէ՞ նման բան։ Կամ մասնավոր ընկերություններ եղել են, չի եղել, ռազմական համագործակցության հետ կապված ինչ որ աշխատանքներ մասնագիտական խմբերի միջև եղել են, չեն եղել։ Հետևաբար ինչ որ բաներ ստորագրել, դա ես կարծում եմ, քանի որ աշխատանքային խմբեր չեն աշխատել, իսկ ԱՄՆ-ի հետ ցանկացած այլ պետության կողմից ստորագրող փաստաթղթից առաջ շաբաթներ, ամիսներ, միգուցե տարիներ երկկողմանի աշխատանք է գնում։ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ինչ աշխատանք է տարել կամ ԱՄՆ Հայաստանի մասնագիտական խմբերով, որ վերջնարդյունքում հիմա պետք քարտուղարի գալու է Հայաստան ստորագրելու։ Իդեպ ասեմ ձեզ, սովորաբար մի քիչ անլուրջ է այս գնահատականը աշխարհի միակ գերտերության կարգավիճակով երկրորդ երրորդ անձը գալիս է Հայաստանում ստորագրելու Հայաստանի հետ պայմանագրեր։ Սովորաբար նման դեպքերում Հայաստանի կամ մեր նման երկրի առաջին դեմքը իշտում էր ինքնաթիռի ծամն, ասենք Վաշինգտոնում, այո եւ ոտքով, վազքով կամ հեծանիվով գնում էր պետ քարտուղարություն, որպեսզի ստորագրի այդ փաստաթուղթը։ Այսինքն իմաստային առումով երբևիցե որևիցե այլ պետություն, եթե ԱՄՆ-ի հետ պայմանագիր է կնքում, միշտ կնքվում է ԱՄՆ-ում եւ ոչ թե Հայաստանում։ Հիշեք անցյալ տարի օգոստոսի 8-ին Տրամպի ուղի, Փաշինյան, Ալիև, Տրամպ մի մակարդակ էլ ներքև, ասենք պետ քարտուղարի մակարդակով։ Ասենք արտգործնախարարը կարող էր գնալ կամ նույն Փաշինյանը Մարկո Ռուբիոյի մոտ ինչ որ բան ստորագրել։ Մարկո Ռուբիոն չի որ պիտի գա Հայաստան ինչ որ բան ստորագրի։ Հա, հասկանալի է, չէ՞, ես ընկալելի եմ, չէ՞, բացատրում։ Այսինքն քաշային կարգերը ընդհանրապես անգամ չափելի էլ չեն։ Ուստի արձանագրենք, այդ ստորագրելը ինչ որ բաներ դա վարկանիշի հետ կապված է, որ քարոզչական դաշտում այս մայիս 28-ին զինվորական հաշվետվության հետ կապված շաղախ լինի եւ մեր երկրի քաղաքացիներին համոզեն, որ Միացյալ Նահանգները երաշխավոր է Հայաստանի անվտանգությանը 99 տարով ոնց որ Փաշինյանն էր ասում Տրամպի ուղին գործելու է, դա որից է ձեւ չի ազդելու ԱՄՆ-Իրան հարաբերությունների եւ ապագայում մոտ ժամանակներ ստորագրվող փաստաթղթի հետ, ուստև մեր ժողովուրդը կարող է դյուրին կերպով գնալ եւ Փաշինյանին ձայն տալ։ Ես կարծում եմ այսքանը։ Ռուսաստանի հետ կապված ուզենք լսել ձեր տեսակետը, ծանոթ եք Մեդվեդևի կոշտ հայտարարությանը, որ շատ ցավոտ անդում է սպասում Փաշինյանին, ես խաղերը, որ ինքը իրականացնում
ԵԱՏՄ-ին պետք է ընդունենք, որ մարդը փորձում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Մեդվեդևը։ Խնդրեմ մեզ սպասով նախորդ անգամ խոսել ենք, բայց հիմա ավելի ծավալուն ևս մեկ անգամ խոսեմ անդրադառնալ արդեն կոնկրետ ապրանքատեսակների սահմանափակումը Հայաստանից Ռուսաստան արտահանման, Հայաստանը ինչ վիճակի մեջ կհայտնվի ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու պարագայում, հաշվի առնելով նաև, որ արդեն մամուլում միջազգային ռուսական եւ իհարկե հայկական մամուլում էլ խոսում է այն մասին, որ դրվում է այլևս Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Քանի որ ձեր հարցը կոնկրետ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի գնահատական, ես ուզում եմ այնուամենայնիվ այդ գնահատականի մասին բարձրաձայնել, վերջինս ասում է, որ Փաշինյանը արդեն վերցրել է ուղի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման եւ դա ուղղակի պետք է ընդունել։ ՌԻԱ Նովոստի լրագրողի հարցինի պատասխան։ Իսկ նախկինում, այսինքն այստեղ գնահատում է, որ ոչ թե գործընթաց է, այլ Փաշինյանը ունի որոշում խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա բավական խիստ գնահատական է։ Ես նաև ուզում եմ ռուսերեն ընթերցել, որպեսզի տարանբռնման տեղ չտրվի, դա ինքը շատ կարևոր է այդ գնահատականը։ Премьер-министр Армении Никол Пашинян взял курс на разрыв с Россией. Это надо прямо признать. Ես կարծում եմ, սա բավական խիստ գնահատական է։ Խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իսկ ինչ է նշանակում խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա նշանակում է, որ տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային, հումանիտար, հոգևոր բոլոր այն կապերը, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, Փաշինյանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը նպատակ է հետապնդում խզել բոլոր այդ կապերը, սրանից բխող բոլոր ծանր հետևանքներով։ Ընդ որում ասեմ, որ նախկինում Դմիտրի Մեդվեդևը եւս որոշ գնահատականներ տվել էր Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, մասնավորապես ասելով, որ վայրեջքը բավականին ցավոտ կլինի Փաշինյանի համար, որը փորձում է երկու աթոռների Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության աթոռների վրա նստել, ինչպես նաեւ փորձելով Հայաստանը ուղղակի հրելով մտցնել Եվրամիություն։ Մյուս կողմից օգտագործել Եվրասիական տնտեսական միության օգուտները։ Սա բառացի, եթե ես կարդամ, նաև ռուսերենով բնօրինակով ասում է. Некий Никол Пашинян взял курс на разрыв с Россией, это надо прямо признать, ему кажется выгодным протискиваясь между струйками разнообразных политических течений, зарабатывать себе дутый авторитет на Западе, рискуя связанными с нашей страной. Սա բավական խիստ գնահատական է, ընդ որում արդեն գնահատական ոչ թե ենթադրական, այլ փաստական։ Այսինքն Դմիտրի Մեդվեդևը փաստում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքականությունը դա Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության հետ խզման քաղաքականություն է։ Իսկ ինչ ասել է խզվել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա նվազագույն նշանակում է բոլոր այն պայմանագրերը, որը Հայաստանը ունի Ռուսաստանի հետ եւ Եվրասիական տնտեսական միության եւ Մաքսային միության, այդ բոլորը չեղարկվում է։ Ես 3 տնտեսական բաղադրիչով 3 թիվ ասեմ եւ մեզ լսողների համար, այդ ու նրանց համար, ովքեր քաղաքականությամբ ընդհանրապես չեն զբաղվում։ Օրինակ Հայաստանում գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, մշակմամբ, վերամշակմամբ զբաղվող Հայաստանի քաղաքացիների համար, թվեր եմ ասում, Հայաստանի Հանրապետության գյուղմթերքի արտադրության 98%-ը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում։ 78%-ը խմիչքի եւ կիսաֆաբրիկատների, եւս Ռուսաստանում եւ
առևտրապրանքաշրջանառություն Հայաստանի, 38% Հայաստանի, Ռուսաստանի հետ է եւ եթե համեմատենք Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ միասին վերցրած առևտրապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 10%։ Ուզում ասել, այդ օրը ցերեկով անապ երկրում երբ կացակ է խփում, մարդիկ սովորաբար խաչակ ընկում են, ասում են դա նորմալ չի, տիրոջ զայրույթն է։ Հիմա այն թվերը, որ ես ասեցի, եւ դա պաշտոնական թվեր են, էլ ես չեմ ուզում նաեւ մանրամասնել տնտեսական հետ կապված մեր ատոմականի հետ կապված վառելիք սպասարկում, երկաթուղու հետ կապված, հեցի հետ կապված մոտ 1 միլիոն Հայաստանի քաղաքացիներ, որոնք քաղաքացի չեն Ռուսաստանի, բայց այնտեղ աշխատում են, ապրում են, որից է խնդիր չունեն, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի ազգությամբ հայ անձանց կողմից տրանսֆերները, որը բավականին տոկոս է կազմում բյուջեի, եւ այդ բոլորի հիման վրա պատկերացրեք ինչ ես նորից եմ ասում, օրը ցերեկով անապ երկրում կայծակ կարող է լինել։ Գազի գինն էլ որպես վրադիր 4 անգամ մենք մոտ 4 անգամ 3.5 անգամ էժան ենք հա վերցնում։ Հիմա այս բոլորը սա զուտ տնտեսական պահով եմ ասում։ Հիմա անվտանգային պահով անվտանգայինի պահով ուղղակի հիշեցնեմ 21-րդ դարում հո Թուրքիան նույն Թուրքիան չի, հո 20-րդ դարի ցեղասպան Թուրքիան չի, չէ, այդպիսի որոշ քաղաքական տխմարներ կան, որոնք փորձում են իրենց հիմարությունները փաթեթավորել ինչ-ինչ հիմնավորումներով եւ մատուցել մեր ժողովրդին, ասելով չէ, դե Թուրքիայի հետ առևտուր կանենք, Թուրքիան լավն է փուփուշ։ Ես ընդամենը 4 դրվագ ասեմ Թուրքիայի վերջին 2 տարվա փուփուշ Թուրքիայի քայլերի մասին։ Սիրիայում պետական հեղաշրջում, իշխանության զավթում ահաբեկիչներ իրենց իսկ կողմից մարզած, զինած ահաբեկիչների կողմից Սիրիայում իշխանափոխություն եւ իշխանության զավթում, այդ թվում նաեւ քրդերի նկատմամբ բռնություններ որոշ տեղերում ցեղասպանության շեշտադրումով։ Այդ նույն Սիրիան հիմա պատերազմում է աշխարհում ամենասոցիալապես ապահովված երկրում, որը ավերեց արևմուտքը, խոսքս Լիբիայի մասին է։ Թուրքիան այսօր Լիբիայում բավական լուրջ ներկայացվածություն ունի եւ փաստացի այդ երկրի վրա իր զինուժի եւ ահաբեկիչների ներկայությունը բերում է նրան, որ Թուրքիան հետ չի կանգնի Լիբիայում այդ վիճակը անընդհատ շարունակելու եւ Լիբիայի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա էական դերակատարում ունենալու։ Այդ նույն Թուրքիան քրդական հարցը վերջնականապես լուծելու համար համոզել է քրդական տարբեր կազմակերպություններին, որ վերջիններս Թուրքիայում զինաթափվեն։ Վստահաբար Թուրքիայի պատմությունը, եթե ուշադրությամբ մենք հետևենք, ցանկացած զինաթափումից հետո թուրքական իշխանությունների կողմից սիրո դրսևորումը լինում է միայն ցեղասպանությամբ։ Ես չգիտեմ ինչքանով են քրդական կազմակերպությունները զինաթափվել, բայց որ գործընթաց է եղել եւ պաշտոնական հայտարարություն է եղել գերեվարված Աբդուլլա Օջալանի կողմից, դա բնականաբար ազդեցություն կարող է թողել, հա։ Ոչ վաղ անցյալում ընդամենը 50 տարի առաջ Թուրքիայի եւս մեկ արկածի մասին խոսենք, երբ Կիպրոսի հյուսիսային մասը ուղղակի ուժով վերցրեց։ Իսկ եթե գանք մեր օրերը, երբ Ալիևը վերջերս թռչկոտում էր մի 2 տարի առաջ, թե ինչպես Արցախում իր բանակը հաղթեց, ուղղակի հայրական ապտակ ստացավ Էրդողանից, նստեցնելով Ալիևին իր տեղը, որ այդ հաղթանակը Ալիևի հաղթանակը չի, դա իր հաղթանակն է Արցախում։ Այսպիսի Թուրքիա եւ որոշ դեգեներատներ, նորից եմ կրկնում, իսկ դեգեներատ նշանակում է մարմնով եւ մտքով պղծված, փորձում են մեր ժողովրդին համոզել, որ Թուրքիայի սահմանների բացումը որից խնդիր չկա, նորից եմ ասում, ինչ ասել է Թուրքիայից սահմանների բացում։ Եվ 1992-ի սեպտեմբերի 30-ին Հայաստան-Ռուսաստան միջև կնքված ռազմական
մի պայմանագիր, որով Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալները գտնվելու են հայ-իրանական, հայ-թուրքական սահմանում, նոր սահմանադրությամբ ընդունմամբ, վստահաբար եմ ասում ձեզ, եւ սահմանի բացմամբ եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների ստեղծմամբ այդ սահմանապահները դուրս են գալու այդտեղից։ Հիշեցման կարգով նաեւ ասեմ բոլոր նրանց, ովքեր չգիտեին կամ իմանալով կեղծում էին իրականությունը, որ 1992-93 թվականներին Թուրքիան 3 անգամ փորձել է ուղղակի զինված մտնել Հայաստանի Հանրապետություն։ 92 թվականի մայիս, 93-ի հունիս եւ 93-ի հոկտեմբեր։ Սա բլեֆ չի, հեքիաթ չի, կարող եք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ իր ամենամոտ շրջապատին հարցնել ինչու 93-ի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բերվել էին լրիվ մարտական պատրաստության վիճակի։ Ժողովրդի լեզվով ասած թիվ 1 էր տրվել։ Եվ երրորդ դաշտային բանակի 4 բանակային կորպուսը ինչ մարտական խնդիր էր փորձում կատարել եւ ինչու չմտան, որտեղ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտկեցվածքը այն էր, որ եթե նման փորձ արվի, ապա Ռուսաստանը մի տակտիկական միջուկային զենք կարող է օգտագործել Թուրքիայի նկատմամբ։ Հիմա մենք այս Թուրքիայի հետ որոշ չարչիներ իրանց ներքին էությամբ, ներքինի եւ չարչի հանցացող որոշ անձինք ասում են դե Թուրքիայի տարեվտուր կանենք, սահմանները բացվի, կուշտ կուտենք, երկար ժամանակ արտաքնոցում կնստենք։ Մորթվելուց առաջ թուրքերը իրենց վայրագությունները բռնաբարության տեսքով, ընդ որում սեռի տարբերություն չեն դնում թուրքերը այդ առումով։ Հարգանքի տուրք մատուցելով իրենց նախնիներին։ Եվ արվամոլությունը, որը հայրենում նույնիսկ խոսակցականում չկա, հայրից մոտ նման երևույթ ընդհանրապես չի եղել, անհիշելի, նոյի նահապետի ժամանակից սկսած այդ երևույթը հայրից մոտ։ Անգամ վիրավորական բառը, որը հայոյանք է, մենք մեկ-մեկու որ խոսում ենք թեմայի վերաբերյալ այդ արվամոլ բառը ավելի խիստ շեշտադրումով բառն ենք ասում 4 տառանոց, որը թուրքերենով նշանակում է հետ անցք։ Եվ թուրքերը գիշեն իրենց նախնիկ ինչպես են սպանելուց առաջ անկախ սեռից բռնաբարում, հետո նոր սպանում։ Սա բլեֆ չի, հեքիաթ չի, հարցրեք քրդերին Սիրիայի, հարցրեք Իրաքի եզդիներին, հարցրեք, թե ինչ եղավ, ինչպես եղավ։ Եվ եւս մի դեգեներատիվ մասն եմ ուզում խոսել, որը Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնատար անձանց նման կեցվածքի վերաբերյալ ինչ է ասում։ Ասում է ամբողջությամբ սարսափելի էր, որ Ռուսաստանը ընտրություններից առաջ ժամանակավոր տնտեսական սանկցիաներ կկիրառի Հայաստանի դեմ։ Զարմանալու բան չկա, խուճապի բան չկա, 20 օր անց Լարսը ապրելու մեր առանց Լարսի ապրելու մեջ սարսափելու բան չկա։ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ եթե այդ սանկցիաները երկար պայծ սկսելու են պատասխաններ ստանալ։ Դանիել Իոնիսյան, հայկական քաղաքական մտքի գիգանտը, օրվա իշխանությունների սնուցողը, ԱՄՆ-ի պետքարտուղարության եւ ԿՀՎ-ի հետ առերևույթ կապավորը, Հայաստանից պետքարտուղարությունը միջոցառում է կազմակերպում, հրավիրվում է Դանիել Իոնիսյանը, այսինքն պետական մակարդակով գնացող չկա, այս մարդուն են հրավիրում, ինչպես ասում են, on սուկինսին, non nash սուկինսին, ԱՄՆ-ում այդպես են վերաբերվում, եւ կանչել են իրենց, եւ ինչ է ասում վերջում։ Ուրեմն Ռուսաստանը շատ լավ գիտի, որ եթե այդ սանկցիաները երկար պայծ սկսելու է պատասխաններ ստանալ, ռազմաբազայի հեռացում, հապկից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, որոնք շատ լուրջ ռեպուտացիոն հարվածներ կլինեն իրեն։ Այս մարդկանց կուսական երազանքն է մի անգամից չեղարկել Ռուսաստանի այդ բոլոր պայմանագրերը եւ Թուրքիային ասել «Էստի համեցեք Հայաստան» բոլոր առումներով, Ադրբեջանի հետ միասին։ Ես կարծում եմ, որ սրանից հետո Հայաստանի ցանկացած քաղաքացի նախ ընտրություններին գնալուց հիշի, ինչ ասել է Փաշինյանի վերընտրությունը։ Եվ այդ անասնական մտածելակերպը, որ հաճախ մարդիկ ստամոքսով են մտածում, ասում են, այ Փաշինյան լինի, իմ
կենսական մակարդակը, կենսամակարդակը ավելի կբարձրանա, նախքին թալանածը հետ կբերեն ինձ փայ կտան եւ այդպես շարունակ։ Այդպես սխալ որոշում կայացրեցին ցավոք սրտի Արցախում մեր քույրերն ու եղբայրները 2020-ի մարտ ամսին։ Եթե չեմ սխալվում, մարտի 30-ն է թե 31-ին էր ընտրությունը նախագահական։ Ձայնը տվեցին Արայք Հարությունյանին, երբ որ հորդորում էինք, ես այդ ժամանակ այնտեղ էի մի քանի ամիս, հորդորում էի մարդկանց բացատրում ենք, ասում ենք ժողովուրդ պատերազմա լինելու։ Ես անձամբ մարդկանց էի ասում են գումարը որ տալիս է տանիք եք սարքում, ավտո եք առնում, բիզնես եք անում, երեխային կրթություն եք տալու, հետո փախի համար այդ ամեն ինչը թողելու եք թուրքերին։ Մարդիկ ժպտում էին, մեծ մասը չէին հավատում, ասում են ինչպես պարոն Նահապետյան, ոնց կարող է լինի որ այդպես, ասում են այդպես մենք պատերազմի մեջ ենք, Ադրբեջանն էլ հետ չի կանգնել իր ծրագրերից։ Արցախում տիլներ զինվորական մարդ, որը բերեր երկիրը տոտալ ինքնապաշտպանության, որը հնարավոր էր տեսականորեն եւ կազմակերպել դիմադրություն, պատրաստվել պատերազմի կամ անել քայլեր դիվանագիտական եւ ոչ միայն, որը կլներ կանխարգելիչ, այսինքն ալևը պատերազմ չէր սկսի։ Ցավոք մարդիկ ձայնը տվեցին իրենց ստամոքսին, ես ուրիշ բան չասեմ, այդտեղ Արայք Հարությունյանին չեն տվել։ Իրենք ձայն տվել են իրենց ստամոքսին, իրենց մարմնի գրգիրներին, արտակնոցում երկար նստելուն։ Եվ ահավասիկ հիմա ցավոք սրտի մեր քույրերն ու եղբայրները փախստականի կարգավիճակով Հայաստան եւ աշխարհասփյուր, ով որտեղ ոնց կարողացել է։ Հիմա նույն ճակատագիրը փաստացի պատրաստում են մեզ համար։ Օրվա իշխանությունները նորից ենք զգուշացնում, հորդորում, խնդրում, համոզում, բացատրում, կրկին ասում, չհոգնելով, հոգնելով անգամ։ Հորդորում ենք, որ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը բերելու է նման մեծ ավերի։ Ուստի եւ ընտրություն կատարելուց առաջ այդ ընտրությունը միայն ընտրական իրավունք ունեցող անձինը չի։ Դա նաև իրենց երեխաներն է, իրենց թոռներն է, իրենց ապագային է։ Հիմա նախընտրական քարոզարշավում են գտնվում։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը 3։ Շատ կարճ պարունակություն մետրոպարվես տեսանյութը։ Բոլոր դեպքերում սա այսօրվա Հայաստանի եւ իմ ու մեր քաղաքական գործունեության առանցքն է, որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ։ Այդ հայրեն գիտեք ինչ է սա նշանակում, ինքը ադարժենի անում։ Ենթատեքստը գիտեք որն է, ասում է դուք չմտածեք, որ հանկարծ ես չընտրվեմ, ես մնալու եմ, վատ բաներ եմ անելու, չէ, հենց ինքը ենթագիտակցորեն հարգելի հայրենակիցներ, սա ինչ ասում։ Փաշինյանը իդեպ բականին լավ կարողանում է իր մտքերը թաքցնել, բայց ես կարծում եմ, որ վերջին մի շաբաթ 10 օրը իր մոտ բականին ֆորս մաժորային իրավիճակ է, հաշվի առնելով, որ ինքը իսկապես իր թվերի մասին տեղյակ է, ընտրվելու հավանականության մասին տեղյակ է, այսինքն հավանականություն շատ մեծ է, որ չընտրվի։ Հիմա ինչ է ասում, ասում է, երբ որ ժողովուրդը ինձ ընտրի, ես կգնամ, խի կարողա չգնաս, չէ։ Չէ, մի րոպե, ժողովուրդը քեզ չի ընտրում, ինքը ասում է, եթե ինձ չընտրի, ես գնում եմ։ Ըստ գնումն ադալժենի անում։ Ենթագիտակցություն գիտեք ինչ է նշանակում, որ միևնույն է ընտրի, թե չընտրի, ես չեմ գնալու։ Հասկանում եք, այս մարդ, այսինքն դու պարզ է, որ ընտրություններին պարտվում ես, գնում ես, այդ քեզ ասում։ Ինչու է նման բան ասում, այսինքն ինչու է նման հարց առաջացել, մարդը պարտվում է գնում է, ինչու է ինքը հրապարակավ բարձրաձայնում, որ ասում է, եթե ես չընտրվեմ, գնալու եմ ժողովուրդ ջան, ես այդ թարգմանում եմ փաշինյանական լեզվից հայերեն լեզվի, իր միտքը, ընտրվեմ, չընտրվեմ, չեմ գնալու, չեմ գնալու, չեմ հանձնելու, իշխանությունը չեմ հանձնելու, այդ ասում։ Հիմա կարճ ասած, այս անբնական բան է ասում, նորից եմ կրկնում, ցանկացած պարտվող ուժ, որ պարտվում է գնում է, չէ։ Հիմա ինքը ինչ է նախընտրականում, ես նորից եմ մեզ լսողների ուշադրությունը ուզում եմ հրավիրել այս փաստի վրա։ Այս մարդը իր ներքին
ցանկությունը գլխիվայր վիճակով հակառակ ձևով է մատուցում։ Ինքը մեզ հուշում է, ասում է, ես միևնույնն է ընտրվեմ, չեմ գնալու։ Որտեվ ասում է, եթե չընտրվեմ, ժողովուրդ ջան, գնալու եմ։ Բայց տանես, եթե չես ընտրվում, գնում ես, դրա մասին խես ասում։ Այսինքն ինչ կա նման բան, որ դու ոնց որ ասում ես, հոյդ արև, հորս արև, հա, մի ժամանակ կամ հորս արև, ես գնալու եմ։ Չէ, ենթագիտակցորեն եւ քո ներքին ընկալումով դու ասում ես, ես չեմ գնալու։ Ընտրվեմ, չընտրվեմ, չեմ գնալու, ես իշխանություն չեմ հանձնելու։ Այս է ասում, Մարիամ։ Սա էլ այդ նախընտրականի հետ կապված։ Եվ ավելին ասեմ, եւ պատական չի, որ ինքը նաեւ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ինքը սկսել է հետապնդումներ, մասնապես մեկը Անդրանիկ Թևանյանի հետ կապված։ Արդեն այո։ Թևանյան Անդոյին ձերբակալել է։ Ասել են, եթե նրան կապացեն այսքանի փոդը, դեպուս Թևանյան Անդոն չի թողի ես հասնիրա, ինձ իրան խփի։ Են հայրենասեր նվիրյալը, բոլորը ճանաչում գիտեք, նրա մոտեցումներ տեսակետներ։ Ինձ էլ ասում ծառուկենալ է շպիոն, բայց չգրուպայի շպիոնը։ Ես պատիվ եմ պահանջում, ապացուցեք, ծառուկյանը կամ իրաբարակ, ասի գնդակարեկին։ Եթե չէ, Իմ ուզածը, որ դուք դիմեք, հաճատեցին Ժավետի իրանց որնա, սովորական գործնա, որ ծառուկյանը չխոսի։ Ուրեմ ասեմ ձեզ, ասում եք ծառուկյանը դավաճանա, ապացուցի, ծառուկյանը ասում է հրապարակներն եմ գնդակար է։ Բայց եթե չես ապացուցում, ուրեմ չեմ ասում իրան գնդակար է։ Թողյան մտնի Մարուցի մոտ, որ ծառուկի մոտ։ Վերջի մասը չեմ մեկնաբանում, բայց մարդը ճիշտ է, բայց ճիշտ է ասում այդ մարդը, ասենք, հո ասելու չի, դավաճան գործակալ, սովաբար նման բաները հատուկ ծառայություններն են, աշխատում են, քրեական գործ են հարուցում, այդ դավաճանին կամ գործակալին ձերբակալում են, հետո նոր դրա մասին մենք իրազեկվում ենք այդ կառույցների մամուլի ծառայություններից։ Կամ եթե դեպքը շատ այդպես արտարոց է, միգուցե նաև երկրի առաջին դեմքն էլ խոսի։ Հիմա այս մարդը ընդհանրապես խոսում է։ Ես Անդրանիկ Թևանյանի պահով ասեմ, հետաքրքիր է, որ այսօր պիտի բողոքարկեն, եթե չեմ սխալվում, փաստաբանները, բայց այդ գաղտնի նիստից, գաղտնի տեղեկություն եւ այլն, ինչի մասին որ խոսում էին, հա, ես ուզում եմ, որ ընթերցեմ, ինչ է ասել այդ գաղտնի նիստից, հարց են տվել 2 օր առաջ հրապարակ թերթի լրագրողը, այդ գաղտնի նիստին մասնակցած, բայց իրականում գաղտնի նիստ չի եղել, փակ նիստ է եղել, ուրեմն ազգային ժողովի պատգամավոր դաշնակցությունից ուրեմն Գեգամ Մանուկյանին։ Ինչ ասում Գեգամ Մանուկյանը։ Ես ամբողջը չեմ ուզում այդ հարցազրույցը, բայց ամենակարևորը եւ իր խոսքը։ Ասում է Գեգամ Մանուկյանը։ Խոսքը վերաբերում է ազգային ժողովի ապրիլի 9-ի, սա 24 թվականի մասին է, հա։ Ապրիլի 9-ի փակ նիստին, փակը մի բան է գաղտնին այլ, որի սղագրությունն իդեպ կա ազգային ժողովի կայքեջում։ Պարզում է այդ օրվա նիստը ինչ խոսել են, սղագրվել է եւ սղագրությունը պաշտոնապես ԱԺ-ի ղեկավարի կողմից որոշվել է փակ նիստ։ Նորից եմ կրկնում, փակը եւ գաղտնին դրանք տարբեր բաներ են։ Փակի իմաստը հետեւյալն է, որ տեղեկատվության մեջ գաղտնիություն չկա, բայց հանրայնացման հրապարակման ենթակա չէ։ Գաղտնին նա է, որ տեղեկությունները իրենց վրա ունեն գաղտնիության դրոշ կամ գրիֆ 3 աշճանի։ Հիմա այս փակ նիստի
սղագրությունը ըստ Գեգամ Մանուկյանի տեղադրվել է ազգային ժողովի կայքեջում։ Փակ նիստը շարունակում եմ Գեգամ Մանուկյանի միտքը խոսքը փակ նիստը տեղի ունեցավ ժամը 14:30-ից մինչև 17:00 հայ-ադրբեջանական սահմանազատման սահմանագծման հետ կապված քննարկում էր, որին ներկային փոխվարչապետ Մեր Գրիգորյան, արտգործնախարար Միրզոյանը, անգամ ասեմ, որ երբ փակ նիստ անելու մասին խոսվեց, ես միջամտեցի ասելով, եթե նիստը փակ է, ապա բջջային հեռախոսներ ինչ գործ ունեն նիստերի դահլիճում։ Պարզվում է, ես էլ Գեգամ Մանուկյանի գործն է, առաջին բաժնի փոխարեն Գեգամ Մանուկյանն է աշխատում։ Առաջարկս դժկամությամբ սակայն ընդունեցին եւ բոլոր հեռախոսները հավաքեցին։ Տեղի ունեցավ փակ նիստը։ Հետո երբ ավարտվեց նիստը, սկսեցինք բոլորիս հարց տալ, ինչու այս նիստը փակ արվեց, քանի որ այն թեմաները, որոնց մասին խոսեցինք, օրը 24 ժամ հրապարակային խոսույթում է։ Դրան հաջորդեց նաև հայտարարությունների ժամ։ Պարոն Ռուստամյանը խոսեց սահմանազատման սահմանագծման մասին եւ ես եւս հայտարարություն արեցի, ասի Ժողովուրդ ջան, որևէ գաղտնի տեղեկություն ԿՊ-ն չի հրապարակել այդ նիստում։ Մամուլում եղած հրապարակումները հավանաբար այս իշխանությունների համար հուշ գաղտնի տեղեկություններ են համարվում։ Եթե Հայաստանում գաղտնիքի բացահայտման նախադեպ կա, ապա ամենամեծ գաղտնիք բացահայտողը Նիկոլ Փաշինյանն է եղել։ Դրա ամենաակնառու փաստն այն էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 6-ին Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել էր, թե ինչեր է պլանավորել հայկական կողմը, որ օրինակ պլանավորել է օրինակ թշնամուն հակարված տալու օպերացիա։ Նույն օրը նաև հարցազրույց են նա տվել ու ադրբեջանական զորամիավորման շրջափակման օպերացիայի մանրամասները հրապարակել։ Հիմա ինչ է ստացվում, ով է Հայաստանի թիվ 1 գաղտնիք հրապարակողը։ Քիչ առաջ Թևանյանի փաստաբանն ասել է, որ խափանման միջոցի հետ կապված քննիչները անգամ չեն էլ պնդում, որ գաղտնի տեղեկությունն է հրապարակվել, քանի որ չկա գաղտնիք։ Ես կարծում եմ, այստեղ որևիցե այլ մեկնաբանություն, հիմնավորում եւ այլն չկա։ Եվ Անդրանիկ Թևանյանը հիմա անազատության մեջ է։ Պատճառներ կան Անդրանիկ Թևանյանի անազատության մեջ լինելու։ Իշխանությունները ես կարծում եմ պատրաստում են իրենց 4 պլան ունեն ընտրությունների հետ կապված պլան B-ով մոլդավական սցենար, երբ 1 կամ 2 ընդդիմադիր կուսակցության վերջին պահին թույլ չեն տալու ընտրություններին մասնակցել։ Մոլդավիայում այդպես եղավ։ Թիրախը մեկ ուժեղ Հայաստանն է, որի ղեկավարի Վարկաբեկման ՖՍԲ-ի գործակալ աշխատակից Կարեն Կարապետյանը, որը ցուցակով առաջին համարն է, իբր Ռուսաստանի քաղաքացի, որտեղ կեղծել է ակնհայտ սուտ, եւ տասնյակ համախոհների շտաբի աշխատողների ձերբակալություն ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Մյուսը Բարգավաճ Հայաստանն է, ղեկավարած Գագիկ Ծառուկյանով եւ թիրախավորվում են երկու անձ, առաջին համարը, երկրորդ համարը։ Առաջին համարը թիրախավորեց, երբ Գագիկ Ծառուկյանին զգուշացրեց, որ վերջինիս տղային կարող են Բելարուսից բերել։ Փաշինյան Նիկոլը անձամբ ասեց, պատասխանը ստացավ։ Երկրորդը, երբ տնտեսական առումով փորձում են ճնշում գործադրել, օրինակ Արարատ ցեմենտի գործարանը 2002 թվականին պարզում է մասնավորեցվել է ինչ որ օրենքի խախտումներով։ Այսինքն Գագիկ Ծառուկյանի վրա այդպես են փորձում ճնշել, երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանի վրա փորձում են ճնշել մեկ էս իբր պետական գաղտնիք հայթայթելու եւ վաճառելու, Ռուսաստանի գործակալ լինելու, եւ երկրորդը ես ասեմ ձեզ, իմ կարծիքով իրական բուն պատճառը հենց դա է։ Անդրանիկ Թևանյանը այսօր անազատության մեջ է Հայաստան ժամանած Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնող Ուկրաինայի նախագահ Զելենսկու հորդորով կամ պահանջով, անգամ խնդրանքով չէ, որտեղ Անդրանիկ Թևանյանի ձերբակալումը սկզբունքորեն Փաշինյանին ոչ մի օգուտ էսպայն չի տալիս։ Քարոզչական դաշտում բացի վնասներից, բացի Անդրանիկ Թևանյան ուղղակի թե անուղղակի գովազդելուց, որտեղ այսօր Անդրանիկ Թևանյանն է խոսակցության թիվ 1 թեման եւ ոչ Փաշինյան Նիկոլը, ասեմ ձեզ, այսինքն Փաշինյանը ձեր չէ տալիս այդ մարդուն փակելու իմաստը ո՞րն է, որտեղ պահանջ կա, իրեն ասել են տղա, ուրեմն այս իսկ ինչու են փակել, որտեղ Անդրանիկ Թևանյանը քաջություն է ունեցել, գնացել է Դոնբաս, հայ համայնքի հետ է հանդիպել, հումանիտար օգնություն է տալ, դրա մասին չէ թաքցել, գաղտնիք չի արել, հրապարակավ է արել։ Եվ ուկրաինացիները նման բաներ սովորաբար հետապնդում են ցանկացած երկրի քաղաքացի, որ իբր խախտել է իր տարածքային ամբողջականությունը առանց իրեն հարցնելու, Դոնբասը Ուկրաինա է։ Եվ
Այդ պահանջի արդյունքում Անդրանիկ Թևանյանն այսօր անազատության մեջ է։ Ես կարծում եմ, որ իշխանությունը 4 պլան ունի։ Պլան A իր ցածր վարկանիշը ինքը միևնույն է չի կարող բարձրացնել, գնալով գահավիժում այդ վարկանիշը, նույնիսկ կեղծ սոցհարցումներ են անում, որտեղ ինքը հաղթում է աննախադեպ թվերով եւ այլն։ Հիմարություններ է։ Իր հաղթանակը թող Երևանի կամ Հանրապետության այլ վայրերի իրական քաղաքացիներ շփման ժամանակ տեսնի, անգամ երեխաներն են ասում, հոպար ստախոս ես։ Հիշում եք այդ երիտասարդ մի պատանի երեխա էր, հա։ Եվ ըստ այդմ մեկ կամ երկու ընդդիմադիր ուժի արգելելը ամենայն հավանականությամբ ըստ Փաշինյանի հնարավորություն կտա իր հաղթանակին։ Եթե տարբերակը չի, ուրեմն Հայաստանում դիմտնի արտակարգ դրություն Հանրապետությունում ինչ-ինչ խնդիրներ առաջանան, որը իրավունք կտա իշխանություններին արտակարգ դրություն մտցնելուց։ Նույն կարող են ենթադրել, թե ինչ է լինեն, որ վերջնարդյունքում արտակարգ դրություն եւ հետաձգվի ընտրությունները։ Եվ վերջին 4 տարբերակը հայ-ադրբեջանական սահմանում դեպքեր, պատահարներ, որտեղ ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, որը եւս Փաշինյանի հնարավորություն կտա ուրեմն ընտրությունները հետաձգել։ Այս սցենարներն է եւ հիմա Փաշինյանը այդ առումով փնտրտուքների մեջ է եւ կոնկրետ նաեւ քայլեր է անում իր պարտությունը։ Ես կարծում եմ Մարկո Ռուբիոյի Հայաստան գալու ինչ որ փաստաթղթեր ստորագրելու պատկերացնում եք ԱՄՆ-ի պետքարտուղարը, որ բանու գործ չունի, այսօր աշխարհը երկիր մոլորակը պատտվում է մի քանի ուղեցրի շուրջ։ Այդ ուղեցրիներից մեկը Միացյալ Նահանգներ Իրան պատերազմն է։ Եվ Մարկո Ռուբիոն ոչ ավելի ոչ պակաս գալիս է Հայաստան ու ինչ որ բան ստորագրի։ Դե բարև ձեզ։ Եվ հետաբար ակնհայտ է, որ դա որոշակի առումով օրվա իշխանությունների վարկանիշը իբր բարձրացնելու։ Իշխանությունները այդ առումով մի, ինչպես ասենք, գործիք ունեին, որոշակի առումով բարձրացնելու մայիսի 28-ին 2 օր հետո հաշվետվություն անվան ներքո որոշակի զինտեխնիկա եւ զինանձնակազմի ցուցադրություններ լինելու Հայաստանի առաջին հանրապետության անկախության եւ հռչակման տոնի հետ կապված։ Ոչ ավել եւ ոչ պակաս, բայց որ այն Մարկո Ռուբիոն գալիս ինչ որ բաներ ստորագրելու ակնհայտ է։ ԱՄՆ-ի պետքարտուղարը չէ որ պիտի գա Հայաստան բան ստորագրի։ Հայաստանի ղեկավար կոչեցյալը պետք է վազելով գնալ ԱՄՆ ինչ որ բաներ ստորագրել։ Դե հիմա իրավիճակը այդպես է։ Ես կարծում եմ, որ նաև միաժամանակ վտանգում է Տրամփի ուղին, հաշվի առնելով այն, որ ես մեր հաղորդման սկզբում ասեցի, թե ԱՄՆ-ը 5 պայմանի համաձայնվել է փաստացի Իրանի հետ, 5-ն էլ քաղաքական կապիտուլյացիայի կետեր են։ Եվ իհարկե վտանգվում է նաև Տրամփի ուղին, ԱՄՆ-ի համար շատ կարևոր։ Ես կարծում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վրա ԱՄՆ լրացուցիչ ճնշումներ պետք է գործադրի, որպեսզի հանկարծ այդ Տրամփի ուղին օրակարգից դուրս չգա, որտեվ Իրանի համար դա օրակարգային է, որ օրակարգից հանի, այսքանը։ Եվ պարոն Հապետյան, գիտեք, իրենց կառավարման տարիներին որքան են պետական պարտք ավելացրել, 8 միլիարդ ավելացրել պետական պարտքը, վերջերս 3 նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ասած, մսխելեք եւ այսպես դերից հիմնավոր կասկածներով կա եւ դա կապացուցվի, որ կրիպտոարժույթով են դրանք այդ ամեն ինչը մսխել եւ վերադասնելու է կզած, վերադասնելու են իրենք իշխանության կզած վերադասնելու այդ պարտքն ու այդ գումարները։ Խնդրեմ ես ասացեք։ Նախ այդ 8 միլիարդի վերաբերյալ Փաշինյանը արդեն ասել է ինչ է արել։ Ինքը ընդհանրապես այդ ասածը պիտի հիմնավորի 8 միլիարդին զենք է արել։ Հետո ինքը չի կարող ասել, չէ, այդ 8 միլիարդից մեկը պարգևավճար եմ տվել, երկուսը տնտեսության վրա եմ ծախսել, երեքը մեր տղերքն են տակով արել։ 1 միլիարդը զենք եմ, այդպես չի։ 8 միլիարդը ինքը հրապարակավ ասել է, 8 միլիարդի, ընդ որում հենց այդ 8 միլիարդի, ոչ թե ՀՀ բյուջեի գոյացած գումարների, այլ կոնկրետ վարկ վերցրած գումարներով զենք է արել։ Ինքը այդ հաշվետվությունը պիտի տա։ Վստահաբար ոչ մի 8 միլիարդի մասին խոսք չկա զենք առնելու։ Դա վստահաբար եմ ասում, որտեվ չի կարող 8 միլիարդի մարդը զենք առնի եւ դրա մասին հրապարակավ ասի, որտեվ այդ ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահը Փաշինյանին, ինչպես ասում են, Փաշինյանի բմբուլները կհանեին, ասեն քեզ ով է թույլ տվել 8 միլիարդի զենք առնել, այդ ում դեմ ես առնում, այդ մեր դեմ ես առնում։ Ես չեմ հավատում եւ կարծում Հայաստանում չկա որևէ քաղաքացի, որ հավատա, որ 8 միլիարդի զենք է առել։
Եվ ինքը այո, ինքը հաշվետու է, ինքը ոչ միայն ինքը, բոլոր նրանք ովքեր որ այդ գումարի մսխման մեջ այս կամ այն չափով մասնակցություն են ունեցել, կապ չունի նախարար է, վարչության պետ է, մասնավոր ընկերությունների ղեկավարներ են, բանկեր են, այդ գումարը բնականաբար իշխանափոխությունից հետո պետք է առաջին գործերից մեկն է, որտեվ այդ 8 միլիարդ նշանակում է մեր Հայաստանում չծնված երեխան ծնվում է պարտքով։ Այն որ նախքին պարտքը կար, դրան գումարվել է 2 անգամ պարտքը ավելացել է եւ մեր զավակները փաստորեն դեռևս չծնված, արդեն որ պիտի ծնվի ինքը, ծնդատանը որ ասում է որ ծնունդ կա, ու իմաց այդ երեխայի վրա մի քանի $1000 պարտ կա նստած։ Մարդը պարտքով է ծնվում, որտեղ Փաշինյանը 8 միլիարդի չգիտեմ ինչ է արել։ Այդ չգիտեմ նոր իշխանություններ կարծում եմ հետամուտ պետք է լինեն առաջնային գործերից մեկն է, որպեսզի ճշտվի այդ գումարը որտեղ է առանձնապես բարդ բան չկա, որքան էլ այդպես միջնորդավորված ինչ-որ տեղեր եւ այլն ցանկացած բան իր հետքերը թողում են։ Մասնագետները դյուրին կերպով կարող են իմանալ, հասկանա։ Եվ նորից գալով այդ հարցին, պարոն Աբեցյան, անդադ որ ինքը բոլորի վրա հարձակում է, բա դու ինչի չես մերել, բա դու ինչի չես մերել։ Զոհվելու մասին է խոսքը, հա ինքը զոհվել է ասում։ Ես Ուրեմն Մարիամ այդ բառը ես առաջին անգամ լսեցի, ինքը սովորական բառ չի, դա կենցաղային բառ չի։ Ես մտքով հայտնվեցի այնտեղ, որտեղ մարդիկ զոհվում էին։ Այդ բառը ես նաև հորդորում եմ այլոց, հիմա մի խելոք միտք ասել է, շահարկման ենթակա չի կամ պաշտպանության նախարարը։ Այս մարդիկ զոհվել չեն տեսել, հա, զոհվածի ծնողներին բոթը չեն տարել, զոհվածի կնոջը չեն ասել, գլուխը կանգնած արտասուքը թաքցնելով ժամերով չեն ցավացել ու սքացել ընկերոջ կամ հրամանատարի համար։ Այս մարդկանց համար զոհվելը ոնց որ ես հիմա մի բաժակ ջուր խմեմ դրա մասին խոսեմ։ Հասկանում եք դուք, չի կարող մարդը այդ ցավը ապրել պատերազմով, անցնելով, հարազատ, ընկեր, բարեկամ կորցնելով եւ դա այնքան սովորական լինի, այնպես ինչպես կենցաղային ցանկացած խոսակցություն, չի կարի, հնարավոր չի։ Այս մարդը այդ բառը արտաբերուց ոչ մի բան չի զգում։ Նորից եմ ասում, մի բաժակ ջրի մասին խոսելը կամ այս մարդու զոհվելու մասին խոսելը նույն բանն է։ Ես հորդորում եմ բոլորին ընդհանրապես։ Եվ ընդ որում զոհվել է իր մեջ նաև Աստծո խոսքով մեծ երանություն է, դա մահանալ չի, զոհաբերություն է և երանները, որտեղ իրենց ուժով չասեմ հավասար, միգուցե հավասար պատվիրաններին, մի երանիկ է ասում, երանի խաղարարներին, որոնք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ուրեմն խաղարարը երկու իմաստ ունի, առաջինը մարդ, որը փորձում է մեղքերից զատ ապրել ներքին խաղաղությամբ, իսկապես հնարավորինս շատերին օգնող եւ ձգտելով սխալ արարք, վատ արարք չանել, մարդը հանգիստ է, խաղաղ է, հանգիստ գլուխը երեկոյան դնում է բարձրին, խաղաղությամբ աղոթքով եւ այդպես էլ արթնանում է։ Երկրորդ իմաստը խաղարը դա այն անձն է, որը ապահովում է խաղաղությունը իր ընտանիքի եւ իր երկրի, այսինքն դա զինվորականի եւ պաշտպանի մասին է։ Այո, այդ պաշտպաններն են, որոնք զոհվում են եւ նահատակվում են եւ արդեն իսկ ըստ այդ երանու Աստծո որդի են կոչվում։ Հիմա պատկերացրեք այդ խորհուրդը ու իմաստը Փաշյանի եւ Պապիկյան Սուրոյի բերանի մաստակա դարձել այդ բառը։ Եվ հետաբար զոհվում են լավագույնները, ովքեր քաջ են, անվախ են, ովքեր հրամանը կատարում են կյանքի գնով։ Իսկ դրանց հակառակ այլ որակներով մարդիկ ընդհանրապես կարող են խոսել միայն այդ բառերի մասին եւ ոչ թե երևույթը կյանքի կոչել, այսքանը։